նախահաշիվ գնվել է 1 լամպ, ահա, արժեքը 50,100 դրամ, որից լամպի արժեքը 100 դրամ, միջանկյալ ծախսեր 50,000 դրամ։ Okay. Հաստատված է։ Ալվարտիչկա, բարև սիրելիս, հեստոր քո մասին եմ մտածում, գիտես, как ты, солнышко։ Ո՞տ է Վեներычկա, են Իվանը մտածում է, որ հələ շանս ունի, ախր տես չպիտի լիներ, ինքը որ իսկականից դավաճանած լիներ, կիմանար, որ ես հաստատ չեմ ների իրան, ստեղ մի բան են չի։ Ամեն ինչ էլ էնա, это обычная мужская манипуляция։ Ինքը գիտի, որ դու կմտածես, որ եթե ինքը տենց անի, դու կմտածես, որ ինքը տենց չի արել։ Բան չհասկացա։ Ինչ կա չհասկանալ, Ալվարդ, դու հիմա հղի ես, ու քո կապը իրականության հետ լրիվ ուրիշ մակարդակում է։ Դու հիմա հոգևոր կապ ես ստեղծում քո բալիկի հետ, քո բոլոր մտքերը քո բալիկի մասին է, ու դու չես նկատում այն, ինչ որ մի քանի ամիս առաջ դու անպայման կնկատեիր։ Ու ինչը չեմ նկատում։ Դու չես նկատում այն, որ Իվանը դասական դավաճան ամուսին է, ասել իր հաջորդ քայլը։ Ալվարդչկա ինքը գալու է քեզ մոտ նվերներով ու ասելու է Ալվարդ ներիր ինձ։ Ու անպայման ասելու է, որ երեխային հայր է պետք։ Վեներычկա, բա հիմա ոնց վարվեմ։ Որպես նորմալ, ադեկվատ կին։ Նվերը վերցնում ես, իրան էլ ռադ ես անում։ Ճիշտ ես ասում։ Ինչ լավ է, որ քո նման ընկերուհի ունեմ, որ ինձ լավ խորհուրդներ է տալիս։ Սենց որ գնա երեխայի քավորակինը դու ես լինելու, մնում է քեզ լավ քավոր ամուսին գտնենք։ Թե կխոսանք ապրես։ Я даже не представлял, что это будет так легко.